Ես բանաստեղծ Կարեն Անտաշյանն եմ, կպատասխանեմ Երևան ամսագրի միամիտ հարցերին սնկաբանության մասին։ Եթե շատ կարճ, ինչ է սունկը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ մի քիչ տարօրինակ բուսականություն է, բայց արդյոք այդպես է։ Իրականում սնկերը ոչ բույսեր են, ոչ կենդանիներ, առանձին թագավորություն են, ավելի շատ մոտ են կենդանիներին, քան բույսերին։ Խնդիրն այն է, որ մինչև անցյալ դարի կեսերը անգամ սնկերը համարվում էին բույսերի տարատեսակ։ Իսկ մարդիկ մտածել են, որ հողի վրա է աճում, չի շարժվում, անդադ մի լոկացիայում է, երևի թե բույս է, բայց իրականում սնկերը ֆոտոսինթեզ չեն անում, սնկերին անհրաժեշտ է ապրելու համար օրգանական նյութեր, այլ կենդանիների մնացորդներ, եւ թթվածին են շնչում եւ ածխաթու գասած է շնչում բոլոր կենդանիների նման։ Նաև եթե մի քիչ խորանանք կենսաբանության մեջ, բջջի թաղանթը սնկերի բաղկացած է խիտինից, որը նույն նյութն է, ինչ որ ասենք միջատների կմախք չասենք պատյանը։ Ինչպես են ընդհանրապես տարբերում թունավոր սնկերը ուտելի սնկերից եւ արդյոք այն սնկերը, որոնք թունավոր չեն, ավտոմատ կերպով համարվում են ուտելի։ Շատ լավ հարց է, որտեվ չգիտես ինչի մարդիկ երբ որ սունկ են տեսնում, հատկապես մեր ժողովուրդը, նախ եւ առաջ մտածում են տեսնես ուտելի է թե չէ, չգիտես ինչի այլ օրգանիզմներ, այլ արարածներ, կենդանիներ, բույսեր տեսնելուց այտենց հարց երբեք չի առաջանում, արդյոք ուտելի է թե չէ։ Միֆեր կան նույնականացման, թունավոր եւ ուտելի սնկերի նույնականացման կամ առանձնացման մասին, որ այտենց լավ արմատացած են մեր ժողովրդի մեջ, որոնք ցավոք կարող են ողբերգական հետևանքներ ունենալ։ Օրինակ, ամենահայտնի միֆերից, եթե սնկի հետ եռացնես արծաթե ինչ-որ իր, կամ սոխ, կամ կարտոֆիլ, եւ եթե դրանք գույնը փոխեցին, սևացան, նշանակում է սունկը թունավոր է, իսկ եթե չսևացան, ուրեմն ուտելի է։ Դա միֆ է, ժողովուրդ ջան, մեկը միշտ հիշեք եւ բոլորին փոխանցեք, դա սուտ է։ Գոյություն ունեն ուտելի սնկեր, որոնց հետ այդ իրերը կամ բանջարեղենը եփելիս դրանք կսևանան, եւ հակառակը գոյություն ունեն իրոք մահացու թունավոր սնկեր, որոնց հետ այդ ամեն ինչը եռացնելուց կարող է թունավորում չառաջանալ։ Մյուս միֆը, որ եթե սնկի հետ լավ ալկոհոլ խմես, թույնը չեզոքանա, ցավոք էդ էլ է սուտ, անգամ հակառակը։ Կա սունկ, կան սնկեր, որոնք ուտելի են համարվում, բայց եթե դրանից հետո ալկոհոլ խմես, դառնում են թունավորման առիթ։ Մոխրագույն գոմաղբասունք, ասենք ասենք, կամ թանաքասունք, այդ սունկը օրինակ, հայտնի ալկոհոլիզմի դեմ բուժման նյութերից մեկը ստանում են հենց այդ սնկի բաղադրիչներից։ Սնկերի ուտելիությունը եւ թունավորությունը տարբերակելու միակ իրական եւ քիչ թե շատ աշխատող մեթոդը այդ սնկերը ճանաչելն է։ Այդ եթե զբաղվում եք հավաքչությամբ, երբեմն գնում եք անտառ, դաշտ եւ ուզում եք տենց ժամանց անել, սնկեր եք հավաքում, ապա գոնե մի քիչ կարելի է ջանք գործադրել եւ ճանաչել են մի քանի ուտելի սնկերը, որոնք Հայաստանում մասսայաբար համենայն դեպս հանդիպում են եւ կարելի է իրոք ինչ-որ ուտելի նորմալ քանակ հավաքել եւ ուտել։ Արդյոք Հայաստանում հանդիպած սնկերի մեջ շատ են թունավոր տեսակները։ Իրականում ես այտենց վիճակագրություն չունեմ, որ թվերով ասեմ, բայց ես նկարել եւ նույնականացրել, նույնականացրել եմ 200-ից ավել տեսակի սունկ եւ վիճակագրություն եթե անեմ, մոտ 10%-ը թունավոր են։ Այդ 10%-ից մի տոկոսն է, որ մահացու թունավոր են, հաստատ փրկություն չի լինի, այսինքն հավանականությունը, որ դուք սունկ կուտեք եւ մահացու ելք կունենա, մի տոկոս է ընդամենը, բայց կան թունավոր սնկեր, որոնք առաջացնում են գլխացավ, փսխումներ, հալյուցինացիաներ, չգիտեմ, աղեստամոքսային խնդիրներ, արիթմիաներ, այսպիսի բաներ, որոնք ասենց ասած շատ ծանր հետևանքներ չեն ունենա։ Ընդհանուր սնկերի այդ քանակի մեջ երևի կեսը կարելի է համարել, որ ուտելի են,
բայց այդ կեսից ընդամենը հատուկենտ սնկեր իրականում արժե ուտել, որտեղ այն մնացածը կամ ունեն խիստ նմանակներ թունավոր եւ մահացու թունավոր սնկերի, կամ համարում են այսպես ասած պայմանականորեն ուտելի սունկ, որտեղ պետք է անպայման ջերմային մշակում անել, եփել, ջուրը թափել, կամ պետք է անպայման մարինացնել, թթու դնել, որպեսզի այդ տոքսինները չեզոքանան, այսինքն ամեն դեպքում ընդամենը Հայաստանում երևի մի 10-15 տեսակի սունկ կա, որ արժե ուտել եւ բնականաբար կարելի է մի քիչ ջանք գործադրել եւ ճանաչել այդ սնկերը։ Իսկ կան էնդեմիկ հայոց սնկեր, որոնցով պիտի հպարտանանք։ Ցավոք չկան այդպիսի սնկեր, որոնք միայն աճում են Հայաստանում կամ առաջին անգամ նկարագրվել են գոնե Հայաստանում, չկան այդպիսի սնկեր։ Եթե սնկերի լատիներեն անունների մեջ հանդիպում եք Արմենիակում, ասենք ցեղանունի հետ Արմենիակում անունը, այդ ավելի շուտ նշանակում է սունկը ունի ծիրանագույն նարնջագույն երանգ։ Անդրադառնանք The Last of Us հրաշալի խաղին եւ հրաշալի սերիալին, որտեղ սնկերը ըմբոստանում են եւ զոմբիացնում են մարդկությանը եւ ի վերջո գրեթե ոչնչացնում մեզ։ Արդյոք այդ հիմնավորումը ունի թեկուզ որոշակի գիտական հենք։ Կարճ ասեմ, սփոյլեր ոչ, մեր բախտը բերել է այնքանով, որ մենք սնկերի մեծամասնության համար ուտելիք չենք, որտեվ տարբեր ջերմային սեգմենտներում ենք ապրում, այսպես ասած, որտեվ սնկերի մեծ մասը չեն կարողանում ապրել այն ջերմաստիճանում, որը մեր համար նորմալ է, բայց սերիալի նախահիմքը հանդիսացել է ուրեմն կորդիցեպս կոչվող սունկը, որը ունակ է զոմբիացնել որոշ միջատների, այսինքն երբ որ սպորները այդ սնկի ընկնում են, այդ մրջյուններ, թիթեռներ, բզեզներ, ինչ-որ որդեր ընկնում են այդ միջատների վրա եւ ներաճում են այդ միջատների մեջ եւ սկսում են նրա վարքը կառավարել այնպես, որպեսզի այդ միջատը գնա ինչ-որ շատ բարձր տեղ, այնտեղ սատկի եւ սունկը օգտագործելով այդ միջատի ողջ այդ բիոհումքը աճում է եւ նորից տարածում իր սպորները, այսինքն նախադեպը կա։ Եվ մի հատ հետաքրքիր բան էլ, ուրեմն մի սունկ կա, որ խոցում է ախտահարում է հացահատիկը, սունկը կոչվում է կլավիցեպս, եթե չեմ սխալվում, ռուսերեն սպարինյա, եւ միգուցե սա դավադրապաշտական հնչի, բայց այտենց տեսություն կա, որ միջնադարում բոլոր այն պատմական իրադարձությունները, մեծ պատերազմները, միջպետական բախումները, հեղաշրջումները, ըմբոստությունները եւ այլն կապվում են հացահատիկի S սնկով ախտահարման հետ։ Սա ինչ-որ մի քիչ կարող է շատ գերազանցված հնչի, բայց իրականում S սունկը հենց այտենց ազդեցություն ունի մարդու վրա, այսինքն հալյուցինացիաներ, ինչ-որ նյարդային պոռթկումներ եւ այլն, եւ S-ի մեջ պարունակող նյութից են օրինակ սինթեզել հայտնի կամ տխրահռչակ LSD թմրանյութը, որը նույն էֆեկտն է ունենում։ Եվ ամեն դեպքում չենք կարող այս հարցը չտալ, սնկերը ունեն իրենց մեջ պոեզիա։ Ես Հարությանը ներկայանում եմ իբրև բանաստեղծ արդեն շատ երկար ժամանակ, երբ ես իմ նոր սնկաբանական հոբին մի տեսակ չափը անցավ արդեն։ Ուղիղ իմաստով չէ, բայց փոխաբերական իմաստով հա, այն իմաստով, որ պոեզիան էլ մի տեսակ իրական եւ հորինված աշխարհների արանքում գոյություն ունեցող բան է, ոնց որ սնկերի թագավորությունը կենդանիների եւ բույսերի արանքում, եւ միշտ մահվան ու վերածննդի հետ է կապված, ոնց որ պոետիկ էգզիստենցիալ բոլոր զեղումները, եւ նաեւ սնկերի ձևերի բազմազանությունը մի տեսակ պոետիկա ունի իր մեջ, այն իմաստով, որ եթե ասենք բույսը գոնե կալ պատկերացում ունի, սպասելիք ունի, թե ինչպիսին լինի որևէ բույս, սնկերի դեպքում այդ այտենց չի, այսինքն անդադ կարող նոր ձևի, նոր գույնի, նոր սունկ տեսնես առաջանալ, որ չսպասես, որ այդ հնարավոր այդ այլմոլորակային այդ փոխակերպությունները երկրի վրա
Որ բացահայտումով ես ամենաշատը հպարտանում։ Իմ բացահայտումով թե առհասարակ։ Դե գիտեք, սնկաբանության ամենահայտնի բացահայտումը, որ փրկել է մարդկությանը կամ փոխել է մարդկության ճակատագիրը, այդ հայտնի պենիցիլում սունկն է, որից ստացել են առաջին անտիբիոտիկը եւ իրոք միլիոնավոր մարդկանց կյանք են փրկել դրա արդյունքում։ Իսկ իմ համեստ ներդրումը հայրենի բանության մեջ այն է, որ բառացիորեն երկու շաբաթ առաջ ես գտա մի սունկ, որը կոչվում է Բատարեա ֆալոիդ եւ ինչպես պարզվեց, դե կարմիր գրքային Հայաստանում կարմիր գրքում գրանցված սունկ է, բայց նաեւ այդ սունկը առաջին եւ միակ անգամ նկարագրվել է մոտ 110 տարի առաջ։ Այսինքն ստացվում է 110 տարվա մենությունից հետո այս Բատարեա սունկը նորից նկարագրվեց Հայաստանում։